Այսօր մեր կուսակցության համար այս նշանակալի հոբելյանի օրը հասկանալիորեն մենք ոչ տրամադրություն ունենք միմյանց շնորհավորելու եւ շնորհավորանքներ ստանալու, ոչ էլ հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու։ Քանի դեռ Արցախը հանձնված է, Հայաստանի որոշ տարածքներ թշնամու կողմից օկուպացված, քանի դեռ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում եւ ամարտկային դաժան վերաբերմունքի խոշտանգումների են ենթարկում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մեր բազմաթիվ գերեվարված հայրենակիցներ, պատերազմից հետո անհայտ կորած են 100-ից ավելի հայրենիքներ, լրջորեն խարխլված է Հայաստանի ինքնիշխանությունը, հարվածի տակ է դրված երկրի անվտանգությունները, ոտնձգությունների են ենթարկում մեր ազգային արժեքները, մենք ոչ միայն հանդիսավոր միջոցառումներ անցկացնելու տրամադրություն չունենք, այլ չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև այս աղետին չդիմակայենք։ Դուք շատ լավ գիտեք, որ քննադատության, առավել ևս ինքնակնդության պակաս մենք երբեք չենք ունեցել, եւ դա թույլ է տվել մեզ դասեր քաղել ու հետևություններ անել, զատել օբյեկտիվ քննադատությունը կուսակցությանը ստահոդ տեղեկություններով միտումնավոր վարկաբեկելուց։ Մենք պետական ամբողջ ռեպրեսիվ մեքենան չենք օգտագործել մեզ քննադատողների դեմ, ինչպես արվում է մեր երկրում արդեն 7 տարի շարունակ։ Մեր գործունեության սկզբից ի վեր մեզ հարվածել են դրսից ու ներսից, աջից ու ձախից, հարվածել են թիկունքից միայն նրա համար, որ մենք մեր գործողությունները կառուցել ենք, հիմնված բացառապես մեր ազգային շահերի վրա, որ մենք չենք ենթարկվել այս կամ այն ինտեգրացիոն համակարգը մյուսի շահերի հաշվին ընտրելու հորդորներին եւ կարողացել ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու։ Մեզ հարվածել են մեր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու, մեր պետությանը եւ ժողովրդին պատուհասելիք վտանգները գիտակցելու եւ արկածախնդրության չգնալու համար։ Հնարել են մեկ գիշերում որոշում կայացնելու հեքիաթը եւ այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին, միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների ֆոնին բանակցային կողմերի հետ մեր տևական եւ ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը։ Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր եւ Եվրամիության հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը։ Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը եւ շահերը։ 2018 թվականի սկզբին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում նույն այդ երկրները որպես մոդելային օրինակ էին ներկայացնում Հայաստանը, որին հաջողվել էր կողմերի հետ նման անհավանական թվացող համաձայնությունների գալ։ Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա։ Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար, ի վնաս մեզ, սակայն տրոյական ձյուի հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում, օգտագործելով 5-րդ շարասյունը եւ ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին։ Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է։